Այս տարի մեծանուն հայ պոեզիայի արքա Վահան Տերյանի 140-ամյա հոբելյանն է։ Այս առիթով բանաստեղծի հայրենիքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, եւ այս ամենի շարքը լրացրեց նաեւ Նինոց Մինդայի փոքր Գոնդուրայի հանրային դպրոցը, անցկացնելով գեղեցիկ միջոցառում Նինոց Մինդայի երկրագիտական թանգարանում։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենը։ Երբ գրական ասպարեզ իջավ Վահան Տերյանը, գրական շատ մեծանուններ անհագույց հիացմունքով նկատեցին, որ Վահանն իսկապես հայտնություն է մեր պոեզիայում։ Տերյանի հայտնության հրաշքը հավիտենապես մնաց հայ և համաշխարհային պոեզիայում։ Եվ Տերյանի հայտնության խորհուրդը այժմ էլ զգացվում է այստեղ, թանգարանի դահլիճում, իր իսկ անունը կրող այս վեհաշուկ մշակույթի կենտրոնում, այնպես որ սիրելի հանդիսատես, օդը լիքն է Տերյանով, մթնոլորտն իսկապես հագեցած է Տերյանով, մնում է մենք միայն վայելենք նրա մարգարտաշար պոեզիան, իսկ այդ հնարավորությունը մեզ ընձեռված է, որովհետև դեմահարթակում են այսօր փոքր Գոնդուրայի հանրային դպրոցի սաները։ Տերյանական ողջույն ձեզ, սիրելիներս։ Միայն սիրելի բանաստեղծ, նա բացառիկ եզակի է, նաև իբրև աշուներգակ բանաստեղծ։ Ոչ ոք այդպիսի աշուն չի եկել, ինչպիսին Տերյանն է եկել։ Նրա աշնան մեջ կա և տպրություն, և թախիծ, ինչպես պոեզիան, և անձրև, և անհանգիստ տրամադրություն, և անկում, բայց նաև լույս կա։ Այո, օդը լիքն էր Տերյանով, շնչում ու բուրում էր նրա թախծադալուկ հոգու ու մտքի թռիչքով։ Նրա բանաստեղծական շարքը հնչեց երեխաների շուրթերից, իսկական մաքրամաքուր տերյանական շնչով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանին հրավերի համար։ Մեր երեխաները առաջին անգամն էր, որ դպրոցից դուրս միջոցառում անցկացրեցին, մասնակցեցին 6-րդ և 8-րդ դասարանի աշակերտները։ Ինձ թվում է այսպիսի միջոցառումները շատ խրախուսելի են, ուսուցողական են։ Մենք ուղղակի պարտավոր ենք հիշել մեր մեծերին և հիշեցնել նրանց մասին։ Նախ ներողություն, քինիչ, պատենչ, պայծառներ, տղաների երկրումարով ուսը քեզ է ներածում, երգչում է, որպես արխայական խորություն, հնչում է միշտ, խոր ու պայծառ, և խոցում է, և այլն, այդքեր բորձ է, վարքեր տեսա, և երգեր միշտ հրապել, ահող կանչում է քեզ, սոլար, սնորքն է, միթե վերջին, պոեզդանից, վերջին երգիչում է։ Հայրենիքում բանաներ, հիշերի չավ արնում սուդում, այնտեղ ու կար այնքան սիրեր, և վարդիներ, և սետիպի, ամեն միմիտ հիմանի վեր, ամեն հայացք հատումիսում, արնոտ երդ են հանումներ, նայում երկին, անձու ուսում, մի ուրնչվար ծաղկեց մոգված, մեր նայիրան սիրտը բեկված, հրով որքան խորորդավոր, ահա, որպես ծանիք թեկված, ներին հոգին համում է, աղ և անզոր և աղարված։ Այսօր մեզ համար շատ կարևոր օր էր, այսօր մենք իմացանք Տերյանի մասին և ես շատ ուրախ եմ, քանի որ Տերյանը մեր ազգակիցն է և ապրել է հենց այստեղ Ջավախքում։ Ես շատ շնորհակալ եմ մեր ուսուցչուհի Անժելա Նազարյանին, որ մեր դասարանները ընդգրկեց այս նախագծում և ես շատ ուրախ եմ, որ կարողացա իմանալ Տերյանի մասին ավելի շատ բաներ և ես մեծ սիրով ավելի կմասնակցեմ այսպիսի ներկայացումներին նույնպես։ Սիրտս ցավում է, անցած գնացած օրերիս համար, մեկը շշկով պատմում է կամաց, մեկը իմ հոգին տանջում է համար, այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ, մի թովիչ երազ, մեկը իմ սիրտը փշրելով անցավ ու հեգնությունով նայում է վրաս։ Հալ, մոտուկաս և լինել երկրպագետից առանց սիրվելու, երազել միշտ քեզ, լինել քեզ օտար։ Ստվերդ փնտրել ամեն տեղ ու խենթ հոգին կարող է թռիչքով չափել, անոնց կարոտում անվերջ տարապել և լինել քեզնից բաժանված հավետ։ Ու գերեզմանում սևողել տակ զգալ, որ անցավ և քեզ չկանչել և ոչ մի հուշով սիրտը չտանջել ու չխռովել երկրանքդ հստակ։ Մի խաղեք,
մեզ ձեր վայրի արջից հեղերին, մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին, որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազարություն, այնպես նոր չեն մեզ համար, դավ ու դառնություն, Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես, անհետ կորենք, անցել է չարմշուշի պես, ասորիքն է եղել մեր թշնամին, ահա, դաշտ է տեղը, և չկա քարքարի վրա։ Ես շատ ուրախ եմ, որ այս միջոցառումը տեղի ունեցավ, քանի որ ես շատ էի ուզում այս միջոցառումը, շատ էի սպասում այս միջոցառումին։ Ես այս միջոցառումի շնորհիվ իմացա Տերյանի կյանքի մասին եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր մեր ուսուցչուհուն Հարկելի Անժելային, որ ինքը այս միջոցառումը կազմակերպեց եւ մենք եկանք եւ այստեղ ելույթ ունեցանք։ Կախարդական մի շղթա կա երկնքում, աներևույթ, որպես ցավը խոր հոգու, իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, օղարկելով լույս աստղերը մեկ-մեկու։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարու, կարոտավառ երազում ենք միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, աստղերի պես և հարազատ և օտար։ Տարիներ կսանեն, կմեռնեն երազները որ, քո պատկերաներ կպահեն, օրերում անհաստատ ու մոր, տարիներ կսանեն, կմեռնեն երազները որ, քո պատկերաներ կպահեն, օրերում անհաստատ ու մոր։ Ջավախ աշխարհը բազմից է իր ծոցում ծնել բարձրաստիճան այրեր, որոնցից ամենանշանակալին էր Վահան Տերյանը։ Լինելով նրա հայրենակից մեծ հպարտություն է, ինչու՞ չէ, նաև պարտականություն ապրել, շնչել, զգալ ինչպես Տերյանը, խորհել ու հառաչել ինչպես Տերյանը, լինել բարձունքում ու չպարծենալ ինչպես Տերյանը։ 2025 թվականը Նինոց-Մինդայի մունիցիպալիտետում հայտարարված է Տերյանական տարի։ Նշանակում է Տերյանածին և Տերյանասեր ժողովրդի ոչ մի մասնիկ անկարող է անտարբեր անցնել այս իրողությունից, այդ թվում նաև Նինոց-Մինդայի երկրագիտական թանգարանը։ Այս անգամ ես իմ հայացքն ուղղեցի դեպի հայրենի գյուղ, փոքր Գոնդուրայի հանրային դպրոց, որտեղ մայրենի է դասավանդում իմ սիրելի աշակերտուհի Անժելա Նազարյանը։ Բնականաբար նա չմերժեց իմ խնդրանքը և կազմակերպեց շատ անմոռաց, իսկապես շատ գեղեցիկ ու հմայիչ միջոցառում։ Անչափ շնորհակալություն Անժելա ջան քեզ այսքան տերյանական ոգի ու շունչ մեզ փոխանցելու համար։ Շնորհակալություն նաև դպրոցի տնօրենին Կարինե Բիչախչյանին, որովհետև նրա ավանդն էլ այս միջոցառման կազմակերպման գործում շատ մեծ էր։ Ինձ թվում է, որ քանի որ արդեն Նինոց-Մինդայի երկրագիտական թանգարանը կարծես թե ընդլայնում է իր շրջանակները, սա լավ իմաստով կարող է վարակիչ լինել նաև մյուս դպրոցների համար։ Միջոցառման ավարտին իր խորին շնորհակալությունը հայտնեց Նինոց-Մինդայի մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև վերոնշյալ դպրոցի տնօրեն Կարինե Բիչախչյանը, թանգարանի տնօրենը եւ այլոք։ Այսօրվա ձեր շատ լուզիչ է ձեր արտասանված յուրաքանչյուր բանաստեղծությունը, որը մենք էլ փոքրուց հիշում ենք, ձեզ հետ մտով արտասանելով, ձեզ հետ հուսվում ենք, ձեզ հետ լարված արտասանում ենք եւ այն որ սկզբից ես կարծում եմ, որ մի քիչ բարձրաձայն արտասանեն ավելի լավն է, բայց Տերյանը պետք է կարդալ լսել շշուկով։ Այդ բոլորը, որ այդ միտոնի մեջ մենք սիրում ենք, ապրում ենք, երազում ենք, կարդում ենք, հենց դա Տերյանի իր շարքն է, ուրիշ մարդ չի կարող նրա շարքում։ Կա ասենք երդյան մեջ եւ Տիգրան Մանսուրյանը, որ մի շարքում կարող է հավասարվել Տերյանի հետ եւ այդ թախից այդ կարտը կա եւ այն որ դուք այսօր մեզ ստիպեցիք ապրել Տերյանով, դա ձեր արժանիքն է, ձեր պատրաստականությունը, որ դուք Երևի մտովի հոգով ապրեցիք այդ բոլորը, որ կարողացաք մեզ դա հաղորդել։ Վահան Տերյանի 140-ամյա Հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է։ Սա ևս մեկ հնարավորություն է
ավելի մոտիկից ծանոթանալ, ուսումնասիրել ու ինչու չէ նաև զգալ Տերյան մեծությունն ու նրա թողած հարուստ ժառանգությունը։ Ես քո երկը ոնց եմ լսել,